Բարի և փոշնյալ առավոտ սիրելի հարազատներս, շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց լինի ամենքիս վրա։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ շնորհիդ գահի առաջ, Տեր, ու խնդրում եմ, որ օգնես ինձ, ընտանիքիս բոլոր անդամներին, գերդաստանիս բոլոր անդամներին, լսողներին ու նրանց ընտանիքի անդամներին, բոլոր նրանց, ովքեր քրիստոնյա են, Տեր ջան, օգնես մեր հավատքի ճանապարհին, Տեր դու ես մեր հավատքի հեղինակը, Տեր օգնիր, որ հասունանանք ու աճենք մեր հավատքի մեջ, տեղում չդոփենք, կաթնակերներ չմնանք մեր ողջ կյանքում, չվախենանք քո հետ հարաբերությունների մեջ ու քո խոսքի մեջ խորանալուց, այլ խորանանք, Տեր, գնանք այնպիսի խորքեր, որ միայն Սուրբ Հոգին կարող է մեզ տանել, որպեսի աճենք ու քեզ ավելի խորությամբ ու լավ ու ճշմարտացիորեն ճանաչենք և մեր հավատքը հաստատուն լինի, որ ինչ դժվարություններ էլ գան մեր առաջ, մենք չընկնենք, զորացրում ես քո զորությամբ, Տեր, ըստ քո փառահեղ զորության և ուժի, որպեսի մենք քեզանով ու մեր հավատքով, Հիսուսին հավատալով ամեն իրավիճակում ավելի ու ավելի տոկուն լինենք, հաստատուն լինենք ու համբերատար լինենք, չվախենանք, չընկրկենք, մեր դիրքերը չհանձնենք խավարին, այլ մեր մեջի լույսը, որ դու ես, համառությամբ, բայց սիրով շարունակենք տարածել ու հետ վերցնենք կորցրած տարածքները խավարից։ Տեր օգնիր մեզ ու սովորեցրու, որ ամեն իրավիճակում ուրախությամբ գոհություն, շնորհակալություն տանք քեզ, ով մեզ Հիսուսի միջոցով թույլ է տվել իր որդու լուսե թագավորության ժառանգները լինենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք ելք գրքին, մենք 3-րդ գլխում ենք, շարունակում ենք ընթերցանությունը և մեկնաբանությունը։ Տերն ասաց Մովսեսին. Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները և իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամհորացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։ Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, և ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ Ուստի արի հիմա քեզ ուղարկեմ Փարավոնի մոտ և հանիր Եգիպտոսից իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին։ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ո՞վ եմ, որ գնամ Փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից։ Աստված ասաց. Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ, երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն։ Հայր Աստված, փառքերի Աստված, գոհանում ենք Տեր քո կենդանի խոսքի համար, խոսք, որ կյանք է տալիս, որ ազատագրում է, որ բժշկում է, խոսք, որ հավիտենական է և ճշմարտություն, որ քո խոսքից ոչ մի բան հենց այնպես չի, ինչ արդեն կատարվելու էր կատարվել է, ինչ կատարվելու է արդեն կատարվում է, իսկ մնացածը կատարվելու է դեռ գալիքում։ Փառք ենք տալիս քեզ, ու այսօր թող քո խոսքը լվա մեզ, Տեր ջան, քո խոսքը քանդի մեր կարծրատիպերը, մեր լոգիկայում տեղավորված սխալները, որ չեն համապատասխանում քո խոսքին։ Երեկ կարդացինք, որ թուփը այրվում էր, բայց չէր վառվում։ Աստծո հրեշտակը, որ ասեցինք Հիսուս Քրիստոսն էր, խոսում էր Մովսեսի հետ թփի միջից։ Աստված Մովսեսին երեկ կարդացինք, որ 2 հրաման տվեց, մեկը ավելի չմոտենալ
Երկրորդը կոշիկները հանել, քանի որ այս վայրը սուրբ վայր էր։ Աստծո ներկայության պատճառով մենք ասում ենք, որ սուրբ էր, որտեղ Աստծո ներկայությունն էր այնտեղ։ Մովսեսը վախեցավ ու իր դեմքը ծածկեց։ Լսեք նախկին դասը եւ մնացած դասերը ամբողջական հասկացողության համար։ Եվ սիրելիներս ոչ միայն լսեք, այլ մասնակից եղեք Աստծո թագավորության տարածմանը, տարածելով նրա խոսքը։ Ձեզնից ոչ մեկ չգիտի, թե մյուսի վրա սա ինչ ազդեցություն կթողնի, ու ինչպես ոնց որ ջուրնա ժայռը բանանում, հա, սենց քերում, այնպես էլ Աստծո խոսքերը մի օր մեկին կբերեն ապաշխարության ու դարձի եւ փրկության ճանապարհը կբռնի։ Եղեք այդ բարու գործակիցը ձեր ընկերների, հարևանների, բարեկամների, ընտանիքի անդամների կյանքում։ Ու հիմա շարունակենք։ Տերն ասաց Մովսեսին. Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը եւ լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետեւ իմացա նրանց կրած նեղությունները, եւ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր։ Աստված ուզում էր, որ Մովսեսն ու Իսրայելի ժողովուրդը իմանային իր կարեկցանքով լի հոգատարությունը իրենց հանդեպ։ Եվ սա նույնն է նաև մեզ համար, քրիստոնյաներիս հանդեպ եւ մարդկանց հանդեպ։ Աստված հոգատար է եւ կարեկից։ Մինչ այս պահը Մովսեսի փորձը ընդգծում էր իր եւ Աստծո միջև եղած բաժանումը, իր եւ Աստծո միջև եղած տարբերությունը։ Մովսեսը երբեք չէր կարող այրվել ու չվառվել։ Մովսեսը չէր կարող խոսել կրակի միջից։ Մովսեսը չէր կարող իր կոշիկները հագած մնալ աստվածային ներկայության մեջ։ Մովսեսը իր նախահայրերի հավիտենական Աստվածը չէր։ Աստծո եւ Մովսեսի միջև բաժանումը իրական էր, սակայն Աստված շուտով իր հոգատարությունն ու կարեկցանքը ցուցաբերելու էր եւ Մովսեսին եւ Իսրայելի ժողովրդին։ Աստված առանձին է մեզանից, բայց ոչ պարտադիր կերպով հեռու մեզանից։ Աստված մեզանից առանձին է, բայց ոչ մեզանից հեռու։ Աստված մեզանից առանձին է, բայց նա հոգ է տանում մեզ համար ու ինքն իրեն կապում է մեզ հետ մեր կարիքների միջոցով։ Բայց հիմա, երբ Քրիստոսը եկավ, մեղքերը վերցրեց իր վրա, մահացավ, թաղվեց, հարություն առավ եւ Սուրբ Հոգուն ուղարկեց, երբ մենք վերստին ծնվում ենք, Աստված անգամ առանձին չէ մեզանից, որտեղ Սուրբ Հոգին մեր մեջ է ապրում եւ Սուրբ Հոգով Քրիստոսը, իսկ մենք էլ Քրիստոսի մեջ։ Աստված նաև բնութագրում է, թե ինչպիսի երկիր է նրանց տանելու եւ տալու, եւ թե ինչ ազգեր են այդ պահին ապրում այդ հողերի վրա։ Հասկանում ենք, որ հողերը այս աշխարհի բոլորը Տիրոջն են պատկանում, եւ Աստված այդ հողերը տվեց Իսրայելին։ Դա քեզ դուր է գալիս, թե չէ, դա քո խնդիրն է, բայց Աստված այդ հողերը տվեց Իսրայելին։ Երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամհորացիները, փերեզացիները, խևացիները եւ հեբուսացիները։ Սրանք կռապաշտ ազգեր էին։ Սրանք սարսափելի չարիք գործող ազգեր էին։ Սրանք ազգեր էին, որ իրենց կուրք չաստվածներին, իրենց երեխաներին էին զոհում։ Եվ Աստված նրանց հանելու էր, դուրս էր շպրտելու այդ հողերից։ Աստված նաև Մովսեսին մանրամասնորեն ասում է, որ ինքը տեղյակ է Իսրայելի ժողովրդի ամեն տանջանքներին եգիպտացիների ձեռքից։ Աստծո աչքից ոչինչ թաքուն չի։ Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ։ Ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ Աստծո աչքից դու էլ թաքնված չես, քո ցավն էլ թաքնված չի։
Եվ հիմա Աստված Մովսեսին բացահայտում է իր ծրագիրը։ Ուստի արի, հիմա քեզ ուղարկեմ Փարավոնի մոտ եւ հանիր Եգիպտոսից իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին։ Հիմա եթե մենք ուշադիր լսել ենք կամ կարդացել ենք, մեր մեջ հարց կառաջանա, թե Ելք 3:8-ում 2 տող առաջ Աստված ասաց. Ես իջա, որ Իսրայելի ժողովրդին ազատեմ եգիպտացիների ձեռքից։ Իսկ հիմա 2 տող անց ասում է Մովսեսին. Եկ հիմա ես քեզ կուղարկեմ, որ ազատես Իսրայելի որդիներին։ Եթե Աստված ասաց, որ ինքը կազատի նրանց, ինչու է հիմա Աստված ուզում Մովսեսին ուղարկել։ Ինչու է Մովսեսին ուզում օգտագործել այդ գործում։ Ինչու Աստված Մովսեսի կարիքը ունի ընդհանրապես։ Աստված Մովսեսի կարիքը չունի։ Սա ցույց է տալիս, որ Աստված հաճախ հնարավորություն է տալիս մեզ, մարդկանցս, համագործակցել իր հետ, իր ծրագրերին մասնակից լինել։ Նա առաջնորդում է, տալիս է իմաստությունը, զորությունը, ծրագիրը, ու մենք անում ենք, ու այդպես մասնակից ենք լինում նրա հաղթանակներին ու նրա փառքին։ Աստված կարող էր ու կարող է ամեն ինչ անել ինքնուրույն, առանց մեզ, չէ՞ որ նա արարիչ Աստվածն է, նա ոչնչից առանց մեր օգնությամբ աշխարհն է ստեղծել, հետո էլ մեզ, նրա համար խնդիր չկար Եգիպտոսից իր զորությամբ իր ժողովրդին հանելու։ Բայց Աստծո ծրագիրն է աշխատել մարդկանց հետ եւ մարդկանց միջոցով, քանի որ մենք նրա հետ աշխատողներ ենք ու համագործակիցներ ենք, եւ Աստծո հետ աշխատելուց նաեւ մենք սովորում ենք Աստծուց։ Նա մեր կարիքը չունի, այլ ընտրում է մեզ մասնակից դարձնել, իսկ այ մենք իր կարիքը ունենք, որտեւ առանց իրեն ոչինչ չենք կարող անել։ Մովսեսի պատասխանը եւ Աստծո պատասխանը Մովսեսին։ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ով եմ, որ գնամ Փարավոնի մոտ եւ Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից։ Կենտրոնանանք այս պահին ես ով եմ հարցի վրա։ 40 տարի առաջ, երբ Մովսեսը Եգիպտոսում էր, Մովսեսը կարծում էր, թե գիտի, թե ով էր ինքը։ Մտածում էր, որ ինքը Իսրայելի ազատագրողն էր Եգիպտոսից։ Նա Եգիպտոսի իշխան էր եւ եբրայեցի, եւ այո, Աստծո ընտրյալ գործիքը Իսրայելը ազատելու համար։ Բայց 40 տարի անապատում ոչխարներ արածացնելուց հետո Մովսեսը այլևս չուներ նույն ինքնավստահությունը, ինչ նախկինում։ Եվ Աստված ասաց. Ես քեզ հետ կլինեմ։ Աստծո այս պատասխանը նախատեսված էր Մովսեսի ուշադրությունը շեղելու իր Մովսեսի վրայից, իր ով լինել չլինելու վրայից եւ կենտրոնացնելու Աստծո վրա։ Հետևաբար Աստված երբեք չպատասխանեց Մովսեսի ես ով եմ հարցին։ Փոխարենը Աստված հիշեցրեց Մովսեսին. ես անպայման քեզ հետ կլինեմ։ Քո յուրաքանչյուր իրավիճակում, որ դու ունես, երբեք մի հարցրու, եթե դու Քրիստոսին ես պատկանում, ես ով եմ, ինձով ես գործը կտա, ինձով բանի տեղ կդնի, ինձով կլսի։ Հիշի, որ Աստված քեզ հետ է։ Եթե դու անում ես Աստծո ծրագրով, եթե դու Աստծո հետ խոնարհաբար քայլում ես, Աստված քեզ հետ է։ Քո ով լինելը կարևոր չի, այլ թե ով է Աստված եւ որ նա քեզ հետ է։ Մովսեսի ինքնագնահատումը սխալ տեղում էր, խեղված էր, ու սա հիանալի հնարավորություն էր Մովսեսի ինքնագնահատականի խնդրի հետ գործ ունենալու համար։ Բայց Աստված անտեսեց այն լուծումները, որոնք մենք սովորաբար օգտագործում ենք ինքնագնահատականի խնդիրը լուծելու համար։ Մովսեսը ինքնագնահատականի խնդիր ուներ միայն այն ժամանակ, երբ չափազանց վստահ էր Իսրայելը ազատագրելու իր սեփական կարողության ու զորության վրա։ Այսինքն, մեր ինքնագնահատականը սխալ է, երբ մենք կարծում ենք, թե մենք ինչ-որ բան կարող ենք անել, ինչ-որ մեկին կարող ենք փրկել առանց Աստծո։ Երբ մենք վստահում ենք մեր կարծիքին, մեր ֆիզիկական ուժին, մեր գիտությանը, մեր խելացիությանը, մեր ֆինանսներին, մեր հասկացածին,
այդ ժամանակ մեր ինքնագնահատականը լրիվ խեղաթյուրված է։ Ես այսօր խոսում եմ մի շատ սիրելի մարդու հետ, ինձ համար շատ թանկ մարդու հետ, եւ ինքը իր ինքնագնահատականը այնքան ցածր էր, որովհետեւ ինքը չի աշխատում։ Ինքը չի կարողանում իր ընտանիքի կարիքը ապահովել։ Դա շատ սխալ ինքնագնահատական է։ Մեր ինքնագնահատականը պետք է լինի Քրիստոսի մեջ։ Ով է Քրիստոսը, այդպիսին եմ ես, որտեղ Քրիստոսը իր ինքնությունը մեզ ա տվել։ Մենք նոր ինքնություն ունենք։ Մեր արածից, չարածից չի կախված մեր ինքնությունը, այլ նրանից, թե ով է Քրիստոսը։ Ես ով եմ, սա այն ճիշտ հարցը չէր, որ Մովսեսը պիտի տար, այլ պիտի հարցներ ով է Աստված, սա է ճիշտ հարցը։ Աստծո ինքնությունն ավելի կարևոր է, քան թե ով էր Մովսեսը, քան թե ով ես դու։ Երբ մենք ճանաչում ենք այն Աստծուն, որը մեզ հետ է, մենք կարող ենք վստահորեն առաջ գնալ նրա կամքը կատարելու համար։ Որովհետև եթե հասկանում ենք, որ Աստված է իմաստուն, ոչ թե ես, ոչ թե դու, ապա ես էլ դու էլ Աստծո իմաստությունը կխնդրենք այդ իրավիճակի համար, որ Աստծո իմաստությամբ գործենք։ Եթե իմանում ենք, որ Աստված է միակ ամենակարողը ու հաղթանակածը, երբ նա ինձ կամ քեզ մի բան անել կամ ասել է տալիս, ուրեմն պիտի իմանանք, որ նրա հաղթանակով ենք հաղթելու եւ Աստծո ամենակարող ճանապարհն է, ամենակարող Աստվածն է ճանապարհ հարթելու մեզ համար, որ ես կամ դու Աստծո ասածը իրականացնենք։ Մենք մասնակցելու ենք, բայց զորությունը Աստծունն է ու նա է անում, իսկ մենք կատարում ենք։ Այստեղ նաև հավատքի պակաս կար Մովսեսի մոտ եւ հաճախ մեր մեջ էլ հավատքի պակասից է, որ մենք մնում ենք այդ խառն իրավիճակներում։ Աստված ասաց. ես քեզ հետ կլինեմ եւ սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ, երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն։ Երբ Մովսեսը անապատում արածեցնում էր իր աներոջ հոտը, բոլորովին նրա մտքով չէր անցնում, չէր կարող երբևէ պատկերացնել ու անհավանական էր համարում, որ ինքը 3 միլիոն ժողովրդի կհանի Եգիպտոսից ու կբերի այս նույն լեռը, բայց Աստված խոստացավ, որ այդպես է լինելու։ Սիրելի հարազատ մարդ, կարդա Աստծո խոսքը, մի կարդա որպես պարտականություն, մի կարդա ինֆորմացիա ձեռք բերելու համար, այլ կարդա, որտև այնտեղ Աստծուն ես հանդիպում եւ Աստված պատմում է քեզ իր ճշմարտությունը, որ միակ ճշմարտությունն է։ Աստված բացահայտում է ինքն իրեն քեզ համար։ Աստված բացում է իր խոստումները, որ ունի քեզ համար։ Եվ դու ճանաչում ես ինքդ քեզ նորովի, որն է քո իրական ինքնությունը, որն է քո այս աշխարհում գտնվելու նպատակը։ Կյանքի մեծ հարցերի պատասխանն ես գտնում այդ գրքում։ Եվ այն գիրք չէ, այլ կյանք ինքնին, որտև Աստված ինքը կյանքն է։ Օրհնում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսի սուրբ արյան պաշտպանությունն եմ կանչում, խնդրում եմ Տերը, որ բժշկի մեր միտքը, սիրտը, հոգին և մեր մարմինը, Աստծուն գոհունակություն տանք, ամեն բանի համար, կոնկրետ բաների համար, շուրջ բոլորներդ նայեք, գոհանալու շատ բան կա, անգամ ցավի ու տառապանքի մեջ։ Եթե արևը դուրս է եկել, գոհացի, որովհետև տեսնում ես արևը, ուրեմն կենդանի ես, կյանք հա տրվել նորից քեզ այսօր, հնարավորություն Աստծուն ճանաչելու, հնարավորություն դարձի գալու, վաղը կարող է դա չլինի, գոհացի Աստծուց և բռնի այդ հնարավորությունը, բաց մի թող։ Օրհնում եմ ամենքիդ, ամեն։